կամաս ես մեծանում եմ դպրոց եմ հաճախում, շատ անպատրաստ վիճակում, գեղտոտ շորերով, կարկատած շորերով, տանը ինձ ոչ մի գրենական պտուկ չկա, որ ես ինձ հետ վերցնեմ, ուղղակի մի կերպ ես դպրոց եմ հասնում, ես շնորհակալություն եմ հատնում մեր դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, աջակցալ ինձ տետրն տվալ, թանական տվալ, թանականման ծայրն տվալ, գրիչն տվալ այն ժամանակներում էլի ինչ եղել է, ինձ օգնալն, նույնիսկ սևագրության համար ինձ հին տետրը այն առաջվա բարձրագույն ավարտածների տետրը չղալն իրեսը ու կիրալ են բաց այն մնացած սայա տետրը տղորի իրան ես սկսալ եմ աշխատել էլի, տանը չի եղել Պարոն Հակոբյան, դուք պատմում եք, ես մտածում եմ, ինչ հուզմունքով եք հիշում այդ չունեցածը, ու ինչեր ունեն հիմա երեխաները։ Ես հիմա իմ թորներս, որ իմ երեխաներս դպրոց են գնում, ուղղակի ես արցունքներս գալիս ասում, ինչու ինչ չի եղել, ինչու ես ամեն ինչի պակասություն եմ զգացել։ Ես նույնիսկ ինձ գիրք չի եղել 6-րդ դասարանում արդեն ես մոշ եմ հավաքել, ծախել 7-րդ դասարանի գրքերը առալ, այնքան եմ ուրախացել, Աստված, ես գիրք ունեմ։ Դպրոցում ես դասամիջոցին ես չեմ խաղացել, խնդրել եմ երեխաներից, իմ ընկերներից, ընդդեմ ես մի անգամ աշկացել հաջորդ դասը պատրաստվել, իմիջայլոց ուսուցիչի պատմածից ես 4-5 գնահատական եմ ստացել, եթե ուշադիր լսել եմ, ինձ գերազանց գնահատականները 7-րդ դասարան ավարտել եմ Եվ ուզի, որ պիտի աշխատեմ, մայրս արդեն անաշխատ տունակար չի կարում, ես անհատական գյուղի այծապահ եմ դարձել մի տարի։ Հենց այծապահ։ Հենց այծապահ հասարակական, օգնական եմ էլի, ուրիշ եղել է, ես այդ մարդին օգնական եմ եղել, ես եմ դիմել կոլվաշությանը, որ ինձ աշխատանք տվեք, որովհետև սովից պիտի մահանեմ։ Ես մի տարի զբաղվել եմ, արդեն աշխորեն տվել, աշխորեն մեզ ծորեն, մորեն տվել են, ոչմ գոյատևել ենք, մի կերպ գոյատևել ենք։ Պարոն Հակոբյան, ձեր մասին պատմեք, մարդիկ, որ մեզ լսում են ու ձեզ չեն ճանաչում, ինչպես կուզեք ներկայանալ, ինչպես ճանաչեն ձեզ։ Ես կարող եմ համառոտորեն ներկայացնել, ծնվել եմ Ղարաբաղում, Դահրավ գյուղում, շատ չքավոր ընտանիքում, ես հորս չեմ հիշում, ընդամենը մին տարեկանը դեր չլրացած հայրենական պատերազմը սկսվում է, հորս եւ հոր եղբայրս պատերազմ են գնում եւ երկուսով էլ հետ չեն դառնում։ Մայրս ընդամենը 28 տարեկան, ես մի ծնողներիս առաջի եւ վերջին երեխան եմ ես։ Ու տատս ընդամենը 70 տարեկան էր։ Պապս արդեն 80 անց էր։ Ու այդ ծերերի հետ մորս ուսերին եք մնում, մորս աշխատանքին եք մնում, պատերազմական տարի, սով, հիվանդություն, պակասություն ամեն ինչի, կարճ ասած կարողանում են գոյատևել եւ Ինչ մասնագիտություն ընտրեցիք։ Մասնագիտությունը բազմաթիվ են, ինձ դժվարությունը ինձ պարտադրել է ես, որ տարբեր մասնագիտություն եմ սովորում։ Հետագայում ես կարողացել եմ երաժշտական դպրոց ավարտել։ Երաժշտության հետ շատ մոտոնել, ու միջնակարգ դպրոց ավարտել Ստեփանակերտում, համաերգորդ դպրոցն։ Մասնագիտությունը շինարարությամբ եմ զբաղվել։ Տարբեր մասնագիտությամբ նույնիսկ գծագրեր եմ գծել տանը, թե ոնց գծեն, ոնց բազմապատկեն, ոնց հանեն, ինչ անեն։ Ես պատերը ստեղծում նա, փայտի մշակում նա, թիթեղը խփում, ամեն աշխատանքով ես զբաղվել եմ։ Ես 15 տարեկանում արդեն փող էի վաստակում, արդեն գյուղի վարպետն էի, ամեն աշխատանքով զբաղվում էի։ Դա ինձ դժվարությունն է, ինձ ներտուալ, որ ես այդ արհեստները սովորեմ տոնը պահելու համար։ Կարճ ասած ես կարողացալ եմ ոտքի կանգնել մենակ իմ աջակցությամբ։ Նույնիսկ ինձ մոտի բարեկամները չրալ, հոր եղբայր, մոր եղբայր, քույր եղբայր չունեի, ես մենակ էի։ Ես ամուսնացալ եմ իմ դասարանցի ընկերուհիս հետ, իրեն հերոմերը իմ ուսուցիչն եղալ։ Եվ էլ թեկուզ ես անտիրական երեխա եմ եղալ, բայց տեսնիչավ ինձ վստահալ են, ես այդ դուրը բասալ եմ, այդ ոչնում իմ շատ խելոք կին, շատ գեղեցիկ, շատ լավ ընտանիքից եկած,
դες իմ ընտանիքս հավատենք եւ այդ ընտանիքը նույնիսկ ես ամոթոյի իրանց ընտանիքը մտնում դե կահավոր աստուն իսկական իսմայել տունել չունեք հողացածքմի ծածկած ես Պոտենցիալը տեսել են։ Հա, եւ ընտանիք եմ կազմել գյուղումը, ես որ ընտանիքից նման ընտանիք չկա, լավ երեխաներ ունեցալ, լավ տուն եմ կառուցել, գյուղումը իմ տան նման տուն չկա, էլի, իմ 90% իմ տունը սարքալ եմ, երեք երեխաներին էլ բարձրագույն կուրսություն եմ տվել, բոլորն էլ աշխատանքի են գնացել, ամեն ինչը նորմալ, գյուղում արդեն ես կարողանում եի քայլել դասավանդել եմ դպրոցում մի քանի տարի ես տարբեր աշխատանքներ մշակույթում երկար տարի աշխատալ գյուղում ինչքան պատասխանատու աշխատանք դիալել Ասլան Հակոբյանը կարողանա այդ ջուղը առաջ խաղացում անելի աշխատի նույնիսկ մինչև կոլվարչության նախագահի պաշտոն ամեն ինչ վստահալ են գյուղում մեծ անուն ունեցել պատիվ ունեցել արդեն ինձ ամենտեղ հարգում են ամենտեղ կանչում են իսել ամեն ինչ անում էի ամեն ինչ կատարելու համար Քանի տարեկան եք տարիքի մասին հարցը չշրջանցենք 85 տարեկան եմ Դժվար ասեցիք մի բան թաքցրիք թե ավելացրիք Չէ ուզում եմ ասեմ մի քիչ տարիքը իբր թե մի քիչ շատ է բայց ինձ համար դա հələ քիչ է Ես չեմ զգում ինձ վրա ես այդ տարիքը չեմ ուզում ընդունել այսօր ես 60-70 տարիքի մարդ եմ զգում առուգեմ կյանքումս ես հիվանդանոցում պարկած չկամ ես ոչ մի կոճակել խմած չկամ ոչ մի հիվանդություն էլ չունեմ օրվա մեջ զբաղվում եմ սպորտով եմ զբաղվում քայլում եմ վեր Ղարաբաղում ես միշտ լողի եի գնում ամեն ինչ մարզասրահ եի գնում դեռ զբաղվում էի Հիմա էլ իմ հիգիենական բոլոր պարագաներս պաշտպանում եմ Մուրադ բաբ, դուք ասացիք, որ պոտենցիալով տղա էիք, ձեր կնոջ ընտանիքը ձեզ ընդունեց, բայց ձեր կնոջ սիրտը ոնց գերեցիք Դե կնոջ ես որ ասեմ ծիծաղելու ես, էլի ծիծաղալ դառնալու Առավոտն երբ դպրոց եք գնում, փոքր ժամանակներ էլի երրորդ դասարանը ու վարարանը փայտի վարարանն էր դրած այդ հավաքարարներն այդ վարարան տակացնում են այդ ձմեռը գնում եք այդ շրջապատում ով շուտ գալիս է կաղնում էլի այդ տակցարանը կաղնում ու դե այն ժամանակները շատ չկար էլի ուտելու մոտելու բան չկա բայց ով որ մի քիչ լավ է ապրում իրանց տանը հաց կար Հացը վերում էին դնում փեչի վրան տակացնում մինչև զանգը տալը ու երեխաները քլի ամենը դրում դե ինչ չունեի ես տանը չունեի հաց դպրոցում չունեի այդ տրանք միշտ ինձ բան են անում հաց էին կտրում ինձ փայ էին տալիս լսում ես այդ աղջիկ կարծես թա միշտ իրանք դե հարուստ չեն լի տանը հաց կար այդ ժամանակ հարուստ բառը անհարմար ալի Հարուստը հաց ուներ Ալի որ հաց պանիր կա նշանակում է հարուստ են էլի ու այդ դասարանից էլ առաջի դասարանից միշտ ինձ իրան փայից դերկացնով ինձ համար ուտում եք